Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, կրկին ուղիղ եթերում ենք և հրատապ խնդիր է մեր երկրի անվտանգությունը, արդեն 6 օր է տարբեր տրամաչափի զենքերով հեռահար գնդակոծում է մեր խնածաղ, Սյունիքի խնածաղ և հարակից գյուղերը և այդ մասին ոչ պետական լրատվական միջոցները և ոչ պաշտպանության նախարարությունը ոչ մի ձայն չի հանում և սա պրովոկացիա չի, քանի որ մեզ լսում են Սյունիքի բնակիչները։ Թուրքերը Նիկոլի հետ ինչպես միշտ պայմանավորված որոշել են, որ ընտրությունների ժամանակ արդեն հասկանալով, որ ընտրությունների ժամանակ Կումայրիում նրանք ոչ մի հաղթանակ անհնարին է, որ ունենան և քանի որ Գյումրիով է քայլել խայտառակելով Գյումրեցուն, խայտառակելով նրա դարավոր մշակույթը, ապացուցելու համար, որ գյումրեցին պատիվ չունի, որովհետև գյումրեցին ամենաշատն է պատվից խոսում, Նիկոլ Փաշիևը սկսեց քայլել Գյումրիից ու դժբախտաբար նրան հովանավորող հայդավաճանները, այդ թուրքին հովանավորող հայդավաճանները նրան հասցրին մինչև կառավարության շենք Ալիևի ֆինանսական հովանավորչությամբ և իրենց հենց անձամբ հովանավորչությամբ։ Հիմա անդրադառնանք ինչ է կատարվում սահմաններում, մեր տղաները քիչ է որ լավ վիճակում չեն, մեղմ ասած չեն բացահայտի շատ բան, դա զինվորական գաղտնիք է նաև, մեր երկիրը անպաշտպան է Երևանը նաև, եթե հանկարծ Աստված մի արասցե կորցնենք նաև Զանգեզուրը, Արցախից հետո մենք այլևս Հայաստան չենք ունենա, աշխարհի հայերին եմ ասում, մենք Հայաստան այլևս չենք ունենա, հասկացեք վերջապես, Գյումրիում, Ալեքսանդրապոլում, Կումայրիում, որդ ոնց կուզեք, որոշվում է Հայաստանի պետականության ճակատագիրը և գյումրեցիներին կոչ եմ անում մի կողմ դնել իրենց անձնական շահերը, մի կողմ դնել Սարիկի հետ իրենց ազգակցական կապերը, հասկանալ, որ հայրենիքը վտանգի տակ է, որ Մարգարայի կամուրջը բաց է, որ իրենց երեխաների յաթաղանվելուն 5 րոպե է պակաս և կանգնել ու հպարտորեն ասել գյումրեցին հայ է, գյումրեցին ունի թասիբ ու գյումրեցին Նիկոլ չի ընտրել, այդ Նիկոլն է Գյումրին ընտրել, որպեսզի կարողանա գյումրեցու դարավոր հայկական մշակույթը և նրա թասիբը զրոյին հավասարեցնել, ասեմ, որ Նիկոլ դա քեզ չի հաջողվի, չի հաջողվել, որտև մենք հայերս միևնույն է ունենք մեր թասիբը, ուղղակի շատ երկար ջարդվելուց հետո մեր երեխաների այդքան զոհերից հետո շատ երկար ուշքի եկանք, բայց հայ ազգը արդեն ուշքի է եկել ու Նիկոլ դժոխք գնալու քո ճանապարհին դու արդեն հավաքած ես, ժողովուրդ Նիկոլը վեշերը հավաքած է, հասկացեք քեմալական պոռնիկները, քեմալի վկաները, քեմալի պուճուրները ոնց կուզեք ասեք, քաղաքացիական պայմանագիր կոչված, այլևս քաղաքական դիակ է, հուսանք, որ ոչ միայն քաղաքական կլինեն։ Հիմա անդրադառնանք մնացած հարցերին։ Վկայությունն այն, որ Գյումրին Նիկոլ չի ընտրելու ու Գյումրին հակա Նիկոլ է ու հակա թուրք, այսօրվա առավոտյան Մայր Հայաստան դաշինքի, ինչպես գիտեք, ես եմ այդ դաշինքի անդամ, մեր դաշինքի, իմ դաշինքի, Մայր Հայաստան դաշինքի գրասենյակները սկսել են խուզարկել, բացատրություն չունենալով չեն բացատրում ինչի համար են խուզարկում, քանի մեկն ասում է ազգային անվտանգությունից ելնելով, այն մեկն ասում է հասարակական կարգ եք խանգարել, այ ապուշներ, մենք մեր տներում, մեր օֆիսներում, ինչ հասարակական կարգ պետք է խանգարենք, հասարակական կարգ այդ դուք եք խանգարում, քրեական հանցագործներ, մեր վրա քրեական հանցագործություններ կապելով, կոչ եմ անում ևս վերջին անգամ հայ ոստիկաններին, բոլոր նրանք, ովքեր որ կշարունակեն սատարել Նիկոլին, ովքեր որ կշարունակեն կատարել նրա հրահանգները,
հայտարարվելու եք պետական դավաճաններ, իսկ Նիկոլը մի գեղեցիկ օր մոտ օրերս անհայտանալու է իր թիմին տալով փուռը, քանի որ նա սիրում է գործ տալու փուռը տալ, իր տերերին փուռը տալով, իր հայ հովանավորներին, հայ դավաճան հովանավորներին, փորձելու է ճողոպրել, հուսանք որ թույլ չենք տալու։ Ուզում եմ հարց տալ Նիկոլա Զավրերին, մեր գրասենյակներում ինչ եք փնտրում, ձեր բունկեր շլուխան հաստատ մեր գրասենյակներում չեք գտնի, մեր տղաները այդքան անճաշակ չեն, գնացեք ձեր ալկաշի ննջարանում մանեկեք ձեր բունկեր շլուխային։ Ինչ վերաբերվում է մնացած հարցերին, արդեն 6 օր է մեր սահմանները գնդակոծվում են ու այդ մասին քար լռություն, Կապիկյան Սուրեն, դու ինչի համար ես պաշտպանության նախարարությունում վերընկած։ Սրան նրան հավաքել, ահաբեկելով եք փորձում կանգնեցնել, կյանքի ընթացքը երբեք չեք կարողանա կանգնեցնել, հասկացեք այլևս դուք քաղաքական դիակներ եք ու բոլոր նրանք ովքեր Նիկոլ կսատարեն ու կմտածեն, որ այս անգամ էլ Նիկոլը կմարսի, էլ չի մարսելու, հասկացեք վերջացավ, Նիկոլ այնքան լափեց ես երկիրը, մարսողական օրգանները խախտվել են, այլևս չի կարողանում մարսել ոչինչ ու այս անգամ այո Նիկոլ, ինչքան ուզում ես ազգային ժողովում այդ թուրքի ճուտ, ինչքան ուզում ես ազգային ժողովում բղավի, մենք քեզ այս անգամ քերելու ենք, եթե չստացվի քերել աթոռից հետ միասին դժոխք ենք ուղարկելու, իսկ ինչ մնում է քո հողարտանքներին, սրան սենց կանեմ, նրան նենց կանեմ, այ կրտած ես, ոչ մեկին ոչինչ չես կարա անես, վերջացավ քո խաղը Նիկոլ, դու այլևս դիակ ես, դժոխքի ճանապարհին հայտնված, այդ որ քայլում էիր, քայլելով եկել ես Գյումրիից, վազելով անցնելու ես Արաքսը, եթե իհարկե հուսամ, Արաքսը քեզ թույլ չի տա, որ անցնես իրեն։ Հիմա անդրադառնում եմ եւ կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր հայեր են, մի կողմ դրեք ինձ եւ ձեզ, մի կողմ դրեք սրան եւ նրան նախկին ու ներկա Ղարաբաղցի Հայաստանցի, դրանք լրիվ Նիկոլի հեքիաթներն են ու թուրքերի, թուրքը Երևանի մեջտեղից արդեն ուղիղ եթեր է անում ու ասում է Երևան բիզիմդը mən Երևանիամ, այսինքն ինքը հայ Երևանում է արդեն, Երևանից է արդեն թուրքը ռեպորտաժ անում, հայեր ուշքի եկեք, թուրքերը Երևանում են, քիչ է որ կառավարության շենքում են Նիկոլը թուրք է ազգությամբ, դավաճան են նրա հովանավորող ոստիկանապետերը, դավաճան են բոլոր նրա հովանավոր ծնող հայրերը, սակայն Նիկոլը թուրք է ազգությամբ, այնպես որ, որովհետև միայն այսքան թուրք կարող է պաշտել թուրքը, զտարյուն թուրքը, ուրեմն եկեք Երևանը մաքրենք թուրքերից, որովհետև եթե Զանգեզուրը 1724 թվականի նման Դավիթբեկյան Սյունիքը կարողանալու է թասիբով կանգնել և պայքարել մարտնչել սարերում, դիմանալու է Երևանը հարթավայր է, Երևանում խանն է նստած, թուրք խանը, այնպես որ եկեք ավելի ճիշտ նրա դրածո մանկլավիկը, նրա դրածո ծաղրածուն, թուրքի դրած ծաղրածուն, Նիկոլ, մաքրվի իմ երկրից, մաքրվի ես անգամ արդեն զենքով ես մաքրվելու, հերիք եղավ, բոլե, ժողովուրդ, կուզեք մարտակոչ կոչեք, կուզեք կոչեք քաղաքական կոչ, կուզեք մեղադրեք, կուզեք մի մեղադրեք, ասում եմ բացարձակ, պաշտպանել է պետք մեր երկիրը ամեն հնարավոր ձևերով, Երևանն է արդեն պաշտպանել պետք, հավատացեք չեք հասցնել, էդ որ ասում եք Սյունիքը հեռու է Երևանից, հեռու չի, չեք հասցնելու շնչել, երասխը քթների տակ է, ուղիղ տրամագծով 64 կիլոմետր է, չեք հասցնելու շունչ քաշել, թուրքը հայտնվելու է քայլելով, Երևանում եթե այսպես շարունակեք անտարբեր նստել ու ասել, որ սա աթոռակռիվ է, սա շատ վաղուց աթոռակռիվ չէ, հասկացեք, սա ռուսի ու եվրոպացու խնդիր չի, մեզ ոչ ռուսնա փրկելու, ոչ եվրոպացին, մեզ մենք ենք փրկելու, հերիք է սրա նրա վրա մեր չարածը, բարդենք, եկեք վերջապես հավաքվենք, ուսուսի տանք,
Ինչպես եղավ դա 92-ին, ախր մենք հայերը շատ ենք, ու եթե մենք կարողանում ենք հավաքվել, անպայման հաղթում ենք, այդ դրանից է թուրքը վախում, դրա համար է մեզ տրոհում, դրա համար է Նիկոլի նման թափ-թփուկ վիժվածքներին աճեցնում ու լցնում մեր գրպանը։ Քեմալական պոռնիկները պետք է լքեն քաղաքական դաշտը, մենք պաշտպանելու ենք մեր հայրենիքը, սրով լինի, հրով լինի, զենքով լինի, խոսքով լինի, ինչով որ պատահի, ինչի անհրաժեշտությունը լինի, հայեր ուշքի եկեք, հերիք է խոհանոցներում ասեք, որ Նիկոլը թուրք է, բամբասեք հայհոյեք ու անցնեք ձեր լափը վաստակելուն, ձեր երեխաների համար լափ առնելուց առաջ, կեր առնելուց առաջ, հիշեք, որ կարող է յաթաղանվել կուշտ, ժամանակն է պաշտպանել, եկեք պաշտպանենք մեր երկիրը, մեր երեխաներին, մեր տղաների գերեզմանները, դուք տեսել եք Նիկոլի և քեմալական պայմանագրի, քեմալի պոռնիկների հրհրոցը եռաբլրում, Ալին Սիմոնյանի հրհրոցը տեսել եք, ուրեմն եկեք ուշքի գանք, հայեր, գնում ենք, սկսում ենք Գյումրիից, գնում ենք, Գյումրիում ոչ ենք ասում, քեմալի պոռնիկներին, քեմալական պայմանագրին, նրան կոալիցիա գնացողներին, Արամ Սարգսյանի տիպի թափ-թփուկներին, որ եղբոր գերեզմանն է աճուրդի հանում, և եվրո վիժվածքներին, որովհետև Եվրոպան դա թուրքն է, թուրքը նատոյի ամենաուժեղ զորքն է, չմոռանանք, գնում ենք և ասում ենք ոչ Նիկոլի թափ-թփուկներին, գնում ենք և ասում ենք ոչ բոլոր նրանց, ովքեր որ խայտառակել կարող են Գյումրին, Հայաստանը, հայի պատիվը, ովքեր որ խայտառակում են վաղուց, եկեք ուսուսի տանք ու փրկենք մեր երկիրը, ես կոչ կանեմ իհարկե լավ իմանալով, որ 100% այսքան ժամանակ ձեզ ծառայել է մեր դաշինքը, բոլոր հնարավոր ձևերով ու շարունակելու է հայավայել, ծառայել, կոչ կանեմ ընտրել 4-րդ համարը Մայր Հայաստան դաշինքը Կարեն Սիմոնյանին որպես նոր մաքուր գործունյա տղայի, որպեսզի Գյումրին վերջապես հառնի ավերակներից, բայց եթե անգամ մեզ չընտրեք, ապա խնդրում եմ գյումրեցիներ, ընտրեք գոնե ոչ թուրքին, ընտրեք գոնե օպոզիցիոն ուժերին, որպեսզի կարողանան գոնե մենք համախմբվել ու Նիկոլի մրթին վերջապես տալու ասել, այո Գյումրին հայկական է, այո գյումրեցին հայ է, այո գյումրեցին թասիբ ունի, հինավուրց մշակութային քաղաք է ու դու չես կարողանալու Գյումրին թլպատել, թուրքացնել, Սարիք չեն դեղ ուզում է Սարիքի պապը գերեզմանից հանի, ամսի 30-ին, սիրելի գյումրեցիներ, ամբողջ Հայաստանը հույսով սպասում է ձեր ընտրությանը, հիշեք, դուք ընտրում եք ոչ թե Գյումրիի քաղաքապետ, այլ ընտրում եք Հայաստանի պետականության ճակատագիրը, որովհետև այդ տեղից շարունակվելու է նաև հեղաշրջում, հեղափոխություն, ոնց կուզեք ասեք, Երևանում և ամբողջ Հայաստանում, Նիկոլի ջղաձգությունները բերելու են արտահերթ ընտրությունների և կաշխատենք առանց հայի արյուն թափելու ազատագրել Երևանը ու թուրքերին, քեմալական պոռնիկներին, քեմալական պայմանագրի տականքներին, թուրքավոճ ու թուրքեր վռնդել մեր ավետյաց երկրից, մենք Աստծո արարած ազգն ենք ու իրավունք չունենք կործանվելու, հայեր վերջապես ուշքի եկեք։